վերջը պարզեցիք դեմոկրատիայի բաստիոն Հայաստանում Արմատ մեդիան ինչու փակվեց, լրատվամիջոց է փակվել, կապարակնքվել է, հիմա դրսում են մի կերպ աշխատում դրսից։ Եվ ընտրությունների հետ կապված մի հարց ունեմ։ Փաստորեն ստեղծվել է մի ունիկալ իրավիճակ եւ համ իշխանությունն է դժգոհ ընտրությունների արդյունքներից, համ ընդդիմությունը։ Իշխանությունը ընդդիմությանը մեղադրում է ընտրակաշառքով 500 քանի հազար ձայն կորզելու մեջ եւ ասում է, որ լեգիտիմ չեն այս ընտրությունները, ընդդիմությունն էլ իշխանությանը մեղադրում է ընտրությունների արդյունքները կեղծելու, քվեներ գողանալու, ԲՀԿ-ի մանդատները գողանալու մեջ, ու այնպիսի մեղքերի մեջ է մեղադրում, որ երևի Սերժ Սարգսյանն ու Մուկուչյանը նայում զարմանում են, թե ոնց sense կարելի էր, թե ինչ էր անում Վահագն Հովակիմյանը։ Հիմա եթե լեգիտիմ չի ընտրությունները երկուսն էլ դժգոհ եք, հատկապես դուք էլ 2/3 չեք ձևավորել ազգային ժողովում եւ Ալիևի պահանջած համանդրություն չեք կարողանալու անցկացնել։ Գնացեք նոր ընտրությունների, գնում եք որ լեգիտիմացնեք, դուք էլ ընդդիմությունն էլ ոնց որ թե ընդդիմությունն էլ ազում գնա ձեր հետ միասին լեգիտիմացնի։ ԱԾ-ն այդ թվում գիտեք այն մարդը, որ տիրապետում է ինֆորմացիայի, նաև ունի որոշակի լծակներ այդ ինֆորմացիան օգտագործելու եւ ինքն է որոշում։ ԱԾ-ն ուրիշ գաղտնիք էլ է հրապարակել է օրինակ Անդրանիկ Թևանյանի բաները, գործողությունները, ինքը որոշում է, երբ հրապարակի, երբ չհրապարակի, ինչ պրոբլեմ կա։ Ի վերջո, ինչ։ Հա, ինչ կապ ունի, այն էլ էր քրեական գործ եւ այդ թվում պետական անվտանգության հետ կապված իրադրություններ։ Կարա որոշում կացնի, հետո վայ որոշե, որ այսինքն պետությունը չի կարա իր որոշումներ կայացնի եւ ինչ որ գործողություններ անի, ինչ նախնդիրը։ Կամ նշանակում է, որ ով պետությունը ինչ հնարավորություն ունի, ցանկացած մեկը պետք է այդ հնարավորությունն ունենա, այդ որտեղից է այդ տրամաբանությունը։ Ինչ վերաբերում է ընտրություններին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին իր կամքը արտահայտելու հնարավորություն է ունեցել։ Մենք ընտրությունների արդյունքներից չենք դժգոհ։ Մենք դժգոհ ենք, որ մեր պետությունը դեռ այնքան չի հասունացել, որ հնարավորություն է տալիս այդքան ընտրակաշառքներ բաժանելու։ Ինչ վերաբերում է ընտրությունների արդյունքներին, ընտրությունների արդյունքները մասնավորապես քաղաքացիական պայմանագիր կուսակցության արձանագրած արդյունքները անխոցելիորեն լեգիտիմ են, անխոցելիորեն եւ ընտրությունների արդյունքներն էլ առնվազն այս մասով արտահայտում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ազատ կամ արտահայտությունը։ Ընդդիմադիրների մասով տասնյակ ընտրակաշառքներ բաժանելու տասնյակ քրեական գործեր եւ ձայնագրություններ կան հրապարակված եւ դրանք ինչ գիտեք ասելը ուրիշ բան է, ապացուցելը ուրիշ բան է։ Ուրեմն ես ընդդիմադիր ժամանակում էլ ինչ ասել եմ, ապացուցել եմ։ Արմատ մեծան չեմ հասցրել։ Եվ դա իմ գործը չի, իրավապահների թեման է, իրանք։ Հարգելի վայր, շնորհակալություն ձեր հարցի համար, հաջորդ հարցի իրավունքը հանրային ռադիո։ Որ փակվել է, ինչ գործ ունի լրատվամիջոցը։ Չէ, բայց որ փակվել է, լսեք, փակված լրատվամիջոցը ինչ գործ ունի երկրի վարչապետին հարց տա։ Ֆիզիկապես ձեր նշած լրատվամիջոցը ամենապարտաճանաչ մասնակիցն է, որ փակվել է, ինչ անում։ Լրատվամիջոցը գործում է, կարող է դռների հետևում ուրիշ բան կա, իրավապահները պետք է պարզեն։ Ձեր խնդիրը դուռն է, թե լրատվամիջոցը։ Այդ տեսակ մի րոպե, տեսակ, որ խնդիրը ոչ թե լրատվամիջոցը է, տարածքի մասին է։ Տարածքը ըստ այդմ ենթադրում եմ ասում է քրեական գործով։ Շատ լավ։ Լրատվամիջոցը երկրի այդ որտեղ է փակված լրատվամիջոցը երկրի վարչապետին հարց տալիս։ Այդ անտրամաբանական բան եք ասում։ Եվ այսպես հաջորդած հանրային ռադիոյի հասնենա, որ լրատվամիջոցը երկրի վարչապետին հարց է տալիս եւ ընդ որում ոչ մի անգամ հետն էլ հակաճառում է, ոչ միայն հարց է տալիս, այլ ընթացքում էլ բան անում, ընթացքում էլ զուգահեռ խոսում է։ Փակված լրատվամիջոցը, ահա որ բռնաճնշումների ենթարկված, ճնշված, խոսքի ազատությունից զրկված, բռնադատված, հետապնդումների ենթարկված, գնդակահարված եւ գլխատված լրատվամիջոց։ Շատ լավ, կներեք, հումոր է անում, սև հումոր։ Չէ, պետք չի։ Ձեզ շնորհակալություն, որ մեր բրիֆինգներին մասնակցում եք, շնորհակալ եմ, բարձր ենք գնահատում շատ։